Թուրքիայի տարբեր քաղաքներում նախօրեին շարունակվել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի կալանավորման դեմ բողոքի ակցիաներն ու հանրաքվեները։ Ստամբուլի Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հրավիրել է հանրահավաք։ Ըստ տարբեր տվյալների, շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցել։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել եւ մրցել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի հետ։ Կիրակի օրը ժողովրդահանրապետական կուսակցության անդամները հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու են ընտրել İmamoğlu'ին։ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պրայմերիզում Ստամբուլի պաշտոնանկարված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ İmamoğlu'ն էլ այս կապակցությամբ X-ի իր էջում մասնավորապես գրել է. Ցանկանում եմ Սիլիվրիի բանդից ձեզ հետ կիսվել ինձ շատ ուրախացնող նորությունով։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից եւ ապաօրինականությունից, քվեարկել են եւ Էրդողանին ասել են բավական է։ Ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է մարտի 19-ին կոռուպցիոն եւ ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքներով։ Ձերբակալությունը տեղի ունեցավ կիրակի նախատեսված պրայմերիզից առաջ, որտեղ նա պետք է առաջադրվեր որպես նախագահի թեկնածու 2028-ին կայանալիք ընտրություններում։ Մարտի 23-ին թուրքական դատարանը որոշեց կալանավորել İmamoğlu'ին։ Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց նրան։ İmamoğlu'ն էլ հերքում է մեղադրանքները, դրանք անվանելով զրպարտություններ։ İmamoğlu'ի ճաղերի հետևում հայտնվելուց հետո երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են մեկնարկել, ցույցերի ավելի քան 300 մասնակից է ձերբակալվել։